Բարի երեկո, եթերում օրրատվականի հիմնական թողարկումն է, այսօր ծրագրում։ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել ավելի քան 670 կրակոց, հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորում է ստացել զինծառայող Հրաչ Վաղինակի Գևորգյանը։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է հանրապետության նախագահին։ Երևանում երեգիշերը բավականին լարված էր, բախվել են ցուցարարներն ու ոստիկանները, Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել։ Որտեղ եթե ոչ Թալիշում Օհանյանների ընտանիքը ցանկանում է վերադառնալ գյուղ, սակայն հակառակորդը շարունակում է նշանառության տակ պահել Թալիշը։ Նոր նախաձեռնություն սահմանամերձ բնակիչների համար հեղինակ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է։ Ապրիլյան պատերազմի դրվագները բրիտանացի լուսանկարչի տեսախցիկ հավերժացնում է պատերազմի ծանրությունն արժանապատվորեն հաղթահարած մարդկանց, արցախցիներին։ Ծխախոտագործները հավաքում են բերքը պետական ինչ աջակցություն է տրվում ճյուղը զարգացնելու համար, գյուղնախարարի շրջայցը։ Ինչ մասնագետների կարիք Արցախի կրթօջախներում, պարզաբանումներ համապատասխան գերատեսչությունում։ Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց։ Մեր երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հուլիսի 29-ին ժամը 23:25-ի սահմաններում Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող 1996 թվականին ծնված Հրաչ Վաղինակի Գևորգյանը։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Ազգային ժողովում տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր եւ դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը։ Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է հանրապետության նախագահի հավանությանը։ Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ։ Արդեն 14-րդ օրն ինչ զինված խմբավորման անդամները գրաված են պահում բարեկապահական ծառայության գունդը քիչ առաջ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել։ Սպանվել է բարեկապահական ծառայության գնդից 350-ից 400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող 1986 թվականին ծնված Յուրա Տեպանոսյանը Facebook-յան էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Մոտ 3 ժամ առաջ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով վերջին անգամ հորդորել է վայր դնել զենքն ու հանձնվել։ Զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու եւ առանց դիմադրության իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տրվել մինչեւ ժամը 17-ը։ Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել եւ վնասազերծել ՊՊՑ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի։ Իսկ երեգիշերը բավականին լարված էր։ Բախվել են ցուցարարներն ու ոստիկանները։ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված 165 անձից 26-ը ձերբակալվել են։ Տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան, լրագրողների նկատմամբ բռնության դեպքով հարուցվել է քրեական գործ։ Երևան քաղաքում իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի քաղաքական ուժերը, Ազատ հայրենիք, Հայ հեղափոխական դաշնակցություն, Արցախի ժողովրդավարական շարժում 88 կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է։ Արդեն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ծավալվող իրադարձություններին։ Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը։ ԼՂՀ ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում,
Եվ կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրահեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը։ Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ։ Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը, թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա։ Համոզված ենք, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից։ Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը եւ խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրենսդրության շրջանակներ։ Մենք դիմում եւ ապավինում ենք մեր ժողովրդի խոհեմությանն ու ինքնապահպանման բարձր զգացողությանը, կանխելու զարգացումների հետագա սրացումը, որի հետևանքները կարող են շատ թանկ արժանալ ներկա եւ ապագա սերունդների համար։ Մոտ 4 ամիս է ինչ ստիպված տեղահանվել են, բայց ամեն օր կարոտով սպասում են հարազատ գյուղ վերադառնալու օրվան։ Խոսք Օհանյանների ընտանիքի մասին, ովքեր ժամանակավոր ապաստան են գտել Շահումյանի շրջանի Ակնաբերդի համայնքում։ Օրերս իմ գործընկերներն են հանդիպել ու զրուցել ընտանիքի անդամների հետ։ Օհանյանները իրենց ապագան տեսնում են միմյան Թալիշում։ Մեզ Թալիշի չկա, որ ուշը մետքը Թալիշում չլինի։ Մեզ Թալիշի չկա։ Aman անգամ ես maşınlar kümem himton gəlis. Հայրենիքից դուրս միացնում եմ, լացնիլա քüm լացնիլա gəlis։ Օհանյանների բախտակից եւս երկու ընտանիք կա Ակնաբերդում։ Հարազատ գյուղից ստիպված էին տեղահանվել ապրիլյան պատերազմներ պատճառը։ Արամ Օհանյանը կնոջ, որդու, հարս եւ 3 թորան հետ ապրիլի 2-ին է թողել պապենական օջախը։ Թողել է, սակայն վերադառնալու վճռականությամբ Ակնաբերդում սրտաբաց են ընդունել տեղահանվածներին, ով ինչով կարողանում օգնում է ընտանիքին։ Տան անդամներն ամեն ինչով գրեթե ապահոված են։ Միակ խնդիրը, որը հալածում է Օհանյաններին, դա բնորանի հանդեպ կարոտն է։ Սա ընդհանրապես այնքան որ քրփախոխեկս թորներս ապահով տեղի։ Աղջիկս էլ ստամոստացած է, ախրի տղասել ծառայում է, որպեսզի ընտանիքը մոտ լինի, հնարավոր ինչ չափ ասենք Են հերթափոխից հետո միշեբետ ոստը գնում են, ինչա ոչմ ընդամենը գամ մի օր, 2 ժամ իրան ռխեն իրան գնան տեսնեն։ Թշնամու արգակոծությունից Թալիշում զգալի վնասներ են կրել նաև Օհանյանները։ Շատ բան են կորստվել, ես որ սկսեմ հերթական ասիլը դիլագանա միլիոնը կսավելան։ 3 սնարադ անգել հայացս։ Մինը բաղնիկն է, դուլա սրև դուլ կողքին սարկածալ։ Պատերը կավեջ, ընդհանրապես։ Իլադի մեջ ինչ լնալու շարած։ Իր հերթին։ Գովենա հայացումը թաղած, բախչում, էլասնարյանը թխել։ Տան հայրը սակայն նյութական կորուստները չի կարևորում։ Ասում է, ամեն ինչ հնարավոր է արարել ու կրկին ստեղծել։ Նրա համար ամենամեծ ցավն այսօր հայրենի եզերքում հանգիստ ապրելու անհնարինությունն է։ Ազերիների գործելավոճի հետ նոր չէ, որ առնչվում է Արամը։ Ասում է, նրանք վաղուց են կորցրել վստահությունը։ Այն տարածքը, որ դիտարկում է մեր ցանկատարությունները, դա պիտի հետ վերոնվի ու Թալիշից ինքավիրան օջախում նորից բուն ստեղծի։ Այն հարցին, թե որտեղ, ինչպես կամ ոնց է տեսնում իր ընտանիքի ապագան, զրուցակից հարցով է պատասխանում, իսկ ինչ պատասխան պիտի տամ թորներիս։ Ես պատկերացնում եմ, որ նորից պիտի հետ դառնամ Նույն Թալիշ։ նույն իմ օջախս, որտեղ ընդ հենգատ ծառկա դրած պապական։ Ես գյուղ թորս այդ ծառը դնողի ու թորոց սերուննա, ինչպես պատկերացնում։ Այդ օջախը կմոռանա Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։ Ապրիլյան պատերազմում տուժած սահմանամերձ համայնքների բնակիչներին ուղղված աջակցությունները շարունակվում են, այդ առումով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությունը օգնության ձեռք է մեկնում արցախցիներին սկսած իսկ ապրիլի առաջին օրերից։ Եթե նախկինում դա սննդի եւ հագուստի տեսքով էր, ապա այս անգամ ծառայության աշխատակիցները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ։ Յուրաքանչյուր մեծ բոլորից, որը նաև մեր կողմից սպասվում էր, 500-ից ավելի աշխատակիցները ծառայության իրենց պատրաստակամությունը հայտնեցին, իրենց աշխատավարձից 1% հատկացնել ծառայության արհմիության ֆոնդին, որն էլ ամբողջությամբ հավաքված գումարը պետք է տրամադրեր ապրիլյան դեպքերից հետո տուժված բնակավայրերի որոշակի խնդիրների լուծմանը։
Վերջին 2 ամսվա գումարները հավաքագրելուց հետո կայացավ քննարկում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը եկամեկ հայտարարի հավաքագրված գումարը, որը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ, առաջնահերթորեն պետք է ուղղվի Մատաղիսի բնակիչների հոգսերի թեթևացմանը։ Այն գումարն, որը պետք է հավաքվի ժողովրդից, ասինքն այդ որը Երեկողություն է հիմնականում։ Երեկողություն է, ասինքն հողի հարկը, արոտահարկը եւ տեղական турքը այսօր բերենք ստեղ եւ այդ գումարներն իրանք տրամադրեցին գյուղապետին, որը մուտքագրեց եւ փաստորեն դարավան բանը, որը ժողովրդին օգնեցինք եւ համայնքը իրան բյուջեն այդ մասերով փաստորեն կատարեց։ Հողի հարկ, արոտահարկ ու տեղական վճարներ, ֆինանսական օգնությունն այս անգամ ուղղում է դրանց մարմանը։ Նշված 3 հարկատեսակներում ընդհանուր պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 753,600 դրամ։ Բավականաչափ էլի օգնություն է դառնում համայնքի բնակիչներին, ընդհանուր առմամբ եթե ասենք վերլուծություն անենք ընտանիքի հաշվով, մեծ գումար չի կազմում, բայց ներկայիս պահին ասենք այնքանով է դառնում օգնություն ցուցաբերած բնակիչներին, որ այսօր բնակիչը ստեղ ապրելով տվյալ պահին չի մտածում նորից այդ խնդիրներին անդրադառնալու մասին։ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանը համոզված է, այսօր յուրաքանչյուր հայ անկախ այն հանգամանքից թե որտեղ է ապրում, փոքրիսկ անգամ կասկած չունի, որ Արցախի հզորացման ու բարգավաճման է նաև պայմանավորված ամբողջ հայության անվտանգությունը։ Առաջնորդվելով այդ սկզբունքով մենք որոշեցինք, որ մի տեսակ այսպես դրվի ազգային турքի գաղափարը։ Կարծում եմ, որ սա վարակիչ կլինի, կարծում եմ սա լինելու նաև շարունակական եւ ավանդույթ կդառնա։ Հույս ունեմ, առավել քան վստահ եմ, որ մեր նաև մնացած այլ գործընկերները համագործակցելով Արցախի իրենց գործընկերների հետ կփորձեն ինչ-որ ձևով որոշակի համայնքի, որոշակի խնդիրները վերցնել իրենց վրա եւ փորձել այդ ձևով փոքր ինչ օգտակար լինել։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր։ Արցախը բրիտանացի լուսանկարիչ Ռասել Փոլարդին գրավել էր վաղուց, նրա համար արցախցիները ամրության խորհրդանիշ են։ Այս տարի դեռ ապրիլին էր ուզում ժամանել, չստացվեց։ Արդեն 2 շաբաթ է Արցախի շրջաններ է այցելում, այսօր էլ Մարտակերտ է մեկնել։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունն էլ օժանդակում է անգլիացու աշխատանքներին։ Այս տարվա այցը առանձնանում է ապրիլյան դեպքերի հետ կապված ֆոտոշարքերի պատրաստմամբ։ Ռասել Փոլարդի համար Արցախը հանգստության, ամրության եւ անկոտրուն հույսի բնօրանն է։ Նրա ամենամյա այցերը հիմնականում չեն տարբերվում մեկը մյուսից։ Արցախի առօրյան է պատկերում եւ բնակիչներին։ Այս տարվա լուսանկարչական աշխատանքները նվիրված են ապրիլյան դեպքերը հաղթահարած ժողովրդին։ Ստեղծագործական մոտեցումը եւ տարիների փորձը թույլ են տալիս պրոֆեսիոնալ ֆոտոլրագրողին ճիշտ գնահատել իրավիճակը եւ յուրօրինակ մոտեցման շնորհիվ ստեղծել անկրկնելի ֆոտոշարք, բացահայտելով ժողովրդի ուրախ ու տխուր կողմերը, ցույց տալով երջանկության արտահայտությունը նույնիսկ ամենացավալի դրվագներում։ What I'm always trying to do is look for the very positive. Այստեղ հրաշալի է, մարդիկ շարունակում են իրենց բնականon կյանքով ապրել առանց հուսահատվելու եւ արարում են առանց վարանելու։ Ես շրջել եմ Արցախի շրջաններով եւ կատարել ահագին լուսանկարչական աշխատանք։ Մի կողմից կյանքին եւ այս փոքրիկ հողակտորը ամուր գրկած հայրենիների, մյուս կողմից սահմանամերձ բնակավայրերում ապրիլյան դեպքերի հետևանքները արձանագրելու եւ միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնելու համար։ Ցավով եմ խոստովանում, որ Բրիտանիայում Ղարաբաղը ուշադրության կենտրոնում չէ եւ իմ լուսանկարները չեմ կարողանում տպագրել թերթերում։ Փոխարենը կայք ունեմ, այնտեղ եմ ցուցադրում։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահը ֆոտոլրագրողի այցն օգտագործում է նաև արցախցի երիտասարդության հետաքրքրությունն այս ոլորտի հանդեպ շարժելու։ Երիտասարդներին հնարավորություն է տրվում ծանոթանալու պրոֆեսիոնալ լուսանկարչի աշխատանքներին ու կատարման մանրամասներին։ Լուսանկարչի յուրահատկություններն էլ սեփականը դարձնելու պահանջմունք է առաջանում։ Պրոֆեսիոնալիզմը երիտասարդներին գրավում է միանգամից։ Ռասելի այցն ամեն տարի է սպասված։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը արդեն տարիներ շարունակ համագործակցում է ֆոտոլրագրող Ռասել Փոլարդի հետ, օժանդակում է եւ կազմակերպչական հարցերով եւ որոշ նյութերի տեղեկատվությունը ավելի պարզաբանելու համար, նյութերով կիսվելու, նորություններով կիսվելու
գործընթացի մեջ կազմակերպության շրջանակներում կազմակերպվել են տարբեր բնույթի ծրագրեր ֆոտոն զարգացնելու լուսանկարչական այդ հմտությունները զարգացնելու երիտասարդության մեջ։ Այսօր բրիտանացին մեկնել է Մարտակերտ սահմանամերձ բնակավայրերին ծանոթանալու, լուսանկարչի անվրեպ աչքով գնահատական տալու եւ ֆոտոշարք պատրաստելու համար։ Արցախցիների յուրահատկություններին է ուշադրություն դարձնում եւ ստեղծագործում է լուսանկարներով։ Ասում է, որ ես միշտ կլինեմ ձեր կողքին, ես ուզում եմ աշխարհին ցույց տամ, որ Ղարաբաղի ժողովուրդը արժանի է խաղաղ ապրելուն։ Այդ ունենք Մարտակերտ եւ ուզում ենք հանդիպել այն ընտանիքների հետ, որտեղ մոտիկ են եւ այդ դեպքերի եղել են հենց քաղաքում, հասկանանք ինչպես են հիմա իրանք շարունակում իրենց կյանքը։ Այս տարվա այցը հատկանշական է նաև, որ Ռասել Փոլանդը իր ծննդյան օրը հուլիսի 25-ը նշել է Արցախում։ Բրիտանացի լուսանկարչի համար Արցախը երկրորդ հայրենիք է։ Այստեղ նա հանգստանում ու իր աշխատանքին նորովի է մոտենում։ Ասում է նաև, որ եթե հանկարծ ապրիլյան դեպքերը կրկնվեն, անպայման այստեղ է լինելու, փորձելու է օգտակար լինել հայ ժողովրդին։ Հարություն Մկրտչյան, Աշոտ Գասպարյան, օր։ Ծխախոտագործության նախորդ տարվա ծավալներն այս տարի կրկնապատկվել են Ճյուղն Արցախում եկամտաբեր է, հաջողություններն էլ տեսանելի։ Մասիստո Բակոն շարունակում է համագործակցել տեղացի հողագործների հետ։ Ընկերությունը սացիլները տրամադրում է անվճար, տեղում մթերում բերքը։ Բերքը հավաքը մեկնարկել է։ Ռաֆիկ Գևորգյանն այս տարի որոշել է ծխախոտ մշակել, միացել է ընկերներին ու ներդրել նորագույն տեխնոլոգիա։ Բերդաշենի տարածքում 20 հեկտարի վրա ծխախոտի մշակությունը կազմակերպում են կաթիլային ոռոգման համակարգով, պատրաստվում են հավաքել բերքը մի քանի օրից։ Օրինակ ակոսներով ջուրում ես մինչև այդքան էլ ջրեր ջուր գոլորշացում կա, այդքան էլ ջուր չունենք մեզ ունենք ժամ 60 տոննա ջուր։ Ժամ 60 տոննա ջուրով մենք կանանք 3-4-5 հեկտար ընդամենը ակոսներով են ջրել։ Իսկ հիմա 20 հեկտար այդ ժամ 60 տոննա ջրով արխային ջուրում ենք, ինքն էլ նայում ես պետք է ջուր, այդ րոպեին կարա ստասել ջուրը։ Մարտունու շրջանի այս հատվածում էլ ոռոգման ջրի խնդիրը լուծվել է պետական ծրագրով։ Արտեզյան ջրհորը հիմա աշխատում է, ջուրն էլ օգտագործվում խնայողաբար։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հիշեցնում է, սա ոչ միայն ջրի, այլ նաև աշխատուժի տնտեսում է։ Ջուրն էլ բույսին տրվում է հասցեական եւ ավելի քիչ մոլախոտեր են աճում դաշտում։ Վերջին 5 տարիներին ամեն հանդիպման ժամանակ ես նույնիսկ ինձ մոտ միշտ ունենում էի կաթիլային ոռոգման այդ խողովակի նմուշը եւ բոլորին ցույց էի տալիս, որ սա է մեր ուրեմն ապագան, գյուղատնտեսության ապագան սա է եւ մենք կամաց պետք է անցնենք կաթիլային ոռոգման համակարգին։ Եվ շատ ուրախալի է, որ վերջապես մեր տղաները, որոնք որ զբաղվում էին ծխախոտի մշակությամբ, նրանք առաջինը հանձն առան եւ միասին համատեղ ուրեմն որոշեցինք ծխախոտի մշակությունը իրականացնել ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, այսինքն կաթիլային ոռոգմամբ։ Կաթիլային ոռոգման համակարգի գինը 1 հեկտարի համար 500,000 դրամ է, բայց այսպես հողագործներն ավելի շատ բերք են ստանալու։ Արդյունքները գյուղոլորտի պատասխանատուն հենց դաշտում է տեսնում։ Կաթիլային ու ավանդական ոռոգմամբ դաշտերի տարբերությունն անզեն աչքով է նկատելի։ Եվ նույնիսկ համեմատելու չի, որովհետև այս դաշտը մոտ 1 ամիս ավելի ուշ է կատարվել սացիլացումը, քան այն մնացած դաշտերում։ Եվ նույնիսկ 1 ամիս ուշացման արդյունքում այստեղ բույսը եւ փարթամ է, եւ բարձր է, եւ կարծես թե ամեն օր նկատվում է բույսի աճը, որովհետեւ կաթիլային ոռոգումը գիտեք, սա տալիս է բոլոր հնարավորությունները բույսին ավելի նորմալ պայմաններում, ավելի իր համար, բույսի համար ավելի հաճելի պայմաններում աճել։ Դա իր մեջ ենթադրում է հասցեական եւ անհրաժեշտ քանակի, ոչ ավել, ոչ պակաս, անհրաժեշտ քանակի ջուր, հասցեական սննդանյութերի մատակարարում։ 80 հեկտարի հասնող ծխախոտագործության նախորդ տարվա ծավալներն այս տարի աճել են կրկնակի։ Դրան զուգահեռ Մարտունու շրջանում նաև կոոպերատիվ տնտեսություն է ստեղծվել։ Ոչ թե մի քանի փոքր դաշտ, այլ մեկը ավելի բարձր բերքատվությամբ։ Կենտրոնացված աշխատանքի արդյունք է գոհ են։ Ակոսներով ջրելու համար պիտի հարթ տարածություն լինի, իդեալական։ Այստեղ իսկ լանջերում բանում իսկ կաթիլային համակարգով ստացվում է։ Դրանք 3 հոգով որոշեցինք գործը գլուխ բերենք։ Եվ այս արդյունքը երևում է իրոք
լավ է։ Վերքի իրացման խնդիր հողագործները չեն ունենա, պայմանավորվածություն ունեն Մասիս տոբակոյի հետ։ Ընկերությունը սացինները հողագործներին տրամադրում է անվճար, հետո պայմանագրային գներով ընդունում այն։ Ասկերանի շրջանի Չորանոցում արդեն առաջին բերքն են ընդունել։ Գները բոլորի համար նույնն են։ Կիլո առաջի սորտի տերևը 1 կիլոգրամի արժեք 90 դրամ է, երկրորդը 40 դրամ։ Միջին մերկատվությունը 20-ից 25 տոննա հեկտարին։ Ժամանակին ոռոգում, ժամանակին քաղան փխրեցում, սիլիտրայի ճիշտ տրամադրում հողին, հիմնական խնդիրները դա է, որը որ առաջացնում է, որը որ շատ կախված է որակի ապահովման համար։ Ստացված եկամտից բացի ծխախոտագործությամբ զբաղվողները նաև պետական աջակցություն են ստանում։ Գյուղը զարգացնելու համար 1 կիլոգրամ ծխախոտի համար 10 դրամ հավելավճար։ Իդեպ այս տարի Մասիս տոբակո ընկերությունը սացինները տեղում է արտադրել։ Բերքահավաքից հետո մասնագետները փորձ են անելու հողում պահել արմատները այն օգտագործելով նաև հաջորդ տարի։ Հուսով են կստացվի։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Հանրապետության շրջաններում ուսուցչի թափուր պաշտոնի համար հայտարարություն է տրված մասնագետների կարիքը հատկապես Քաշաթաղի շրջանում։ Թափուր տեղերը պետք է լրացվեն օգոստոսի 20-ից 25-ը։ Մասնագետները կընտրվեն մրցութային կարգով։ Ամեն տարի այս շրջանում մանկավարժական կադրերի համալրման համար մրցույթ է հայտարարվում։ Մայրաքաղաքում 5 թափուր տեղ կա։ Մնացած թափուր տեղերը բաժին են ընկնում շրջաններին։ Քարվաճարն այդ ցուցակում առաջին տեղում է 60 թափուր տեղ ցուցանիշով։ Միայն Ստեփանագերտում է, որ ունենք ընդամենը 5 դպրոցներում ունենք դասվարի եւ դաստիարակի թափուր տեղեր։ Հանրապետության մնացած շրջաններում 15-ից 20, իսկ Քաշաթաղի շրջանում 60-ից ավել թափուր տեղեր ունենք տարբեր առարկաններից։ Ինչպես եւ ում դիմել թափուր տեղերը մրցույթային կարգով համալրելու համար մանրամասը շարադրված է ԼՂ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության լուսարար պաշտոնաթերթում։ Նրանց համար, ովքեր առաջին անգամ են այդ մասին տեղեկատվություն ստանում, մանրամասները առաջին ձեռքից։ Թափուր տեղերը համալրվում են մրցութային կարգով, մրցույթին մասնակցելու իրավունք ունեն յուրաքանչյուր արդեն բարձրագույն կրթություն ունեցող, համապատասխան դիպլոմով այդ մասնագիտությունը հաստատող փաստաթուղթ ունեցող մանկավարժները եւ մրցույթին իրավունք ունեն մասնակցելու միայն տվյալ առարկայի տվյալ մասնագետները։ Եվ այդ մրցույթին մասնակցելու համար ներկայացում են համապատասխան փաստաթղթեր, ինչը տրվում է հեռուստատեսությամբ հայտարարության ներքո, եւ մրցույթին մասնակցելով ու համապատասխան միավորներ հավաքելու դեպքում 90%-ից ավելին նրանք ընդունում են աշխատանքի։ Հավասար միավորներ ստացող դիմորդները կամ մասնագետները առաջնահերթությունը տրվում է տղամարդ, տղա դիմորդներին մեկ եւ իհարկե ամենաառաջին առավելագույն միավորներ հավաքած մասնագետներին, բայց առավելությունը տրվում է տղամարդ եւ տեղացի մանկավարժներին։ Շրջաններում աշխատելու համար մասնագետներին շահագրգռելու նպատակով պետությունը կես դրույք ունեցող ուսուցիչներին հավելավճար է տրամադրում աշխատավարձի 50%-ի չափով։ Նաև վարձով մնալու դեպքում 20,000 դրամ է հատկացվում։ Իրենց հիմնական բնակության վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա աշխատող մանկավարժներին կառավարության 2009 թվականի որոշմամբ 466 որոշմամբ տրվում է համապատասխան արտոնություններ, նրանցից յուրաքանչյուրը կես հաստիքով մասնագիտական ծանրաբեռնություն ունենալու դեպքում ստանում են նաև 50% հավելավճար իրենց ծանրաբեռնության 50%-ի չափով։ Ժամանակին խոսվում էր մանկավարժներին շրջաններում տուն տրամադրելու մասին։ Հարցը կարծես օրակարգից դուրս է մնացել։ Ակնկալում ենք, որ մեր նորավարտ մանկավարժները ցանկություն կհայտնեն աշխատելու Հանրապետության ծայրամասային գյուղերում ունենք այդպիսի մանկավարժներ, որ մինչև հիմա էլ անգամ դիմել են այդ արտոնությունից օգտվելու համար, սակայն այստեղ ունենք մեկ խանգարող հանգամանք, մեկ կարևոր խնդիր, այնտեղ մնալու խնդիրն է այդ մանկավարժների, առայժմ ենք Հանրապետությունը ունի այդ հնարավորությունը այնտեղ համապատասխան տներ, շենքեր կառուցելու եւ այդ մանկավարժներին ընդգրկելու համար կարծում եմ ապագայում մենք այդ հնարավորություններ ունենալու դեպքում կառավարությունը անպայման այդ քայլը եւս կկատարի։ Մարինա Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Ահա այսքանն այսօրվա համար, ձեզ հաճելի հանգստյան օր եմ ցանկանում։ Բարի գիշեր։
SBS կենցաղային քիմիայի եւ պարֆումերիայի մեծածախ առևտրի խոշոր կենտրոն նախկին RTS-ի տարածքում հանրահայտ ապրանքանիշերով հարստացված տեսականի մեծածախ վաճառք հայաստանյան ներկայացուցիչների գներով անվճար առաքում ԼՂՀ տարածքում աննախադեպ առաջարկ խանութներին եւ առևտրի կետերին ուշադրություն տեղում ապրանքների ընտրության եւ գործարքի ձևակերպման դեպքում պատվիրատուին սպասում է հաճելի անակնկալ SBS ձեր օջախի լավագույն ընկեր Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամատություն, սպասվում է անձրև եւ ամպրոպ վարկյանում 2-ից 7, ամպրոպի ժամանակ 15-ից 20 մետր ուժգնությամբ հյուսիս-արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 14-ից 19, ցերեկը 22-ից 27 աստիճան տաքություն։